Մորինյոն կվերադառնա Ֆլորենտինո Պերեսը ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվեց Մադրիդի Ռեալի նախագահի պաշտոնում։ Նա ստացավ ձայների 65 ու 95%, իսկ մրցակիցը գործարար Էնրիկե Ռիկելմեն ստացել էր ձայների 34.05%։ Ֆլորենտինո Պերեսը կպաշտոնավարի մինչև 2030 թվականը։ Նա հայտարարել էր, որ վերընտրվելուց հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի պորտուգալացի Ժոզե Մորինյոին, որը Ռեալը գլխավորել էր նաև 2010-ից 2013 թվականներին։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում էր Սուպերլիգա ստեղծել, սակայն UEFA-ի ճնշումներից հետո հետ կանգնեց որոշումից։ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է 2 մեդալ։ 60 կիլոգրամ քաշային Վահե Աղասյանը 4 հաղթանակ է տոնել Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի եւ Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ եւ նվաճել ոսկե մեդալ։ 100 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող պատանիների աշխարհի չեմպիոն Գորգ Կարապետյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Մրցաշարին մասնակցել է 33 երկրի 252 մարզիկ։ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում հաջորդ մրցաշրջանում հանդես կգա 12 թիմ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն առցանց քվեարկությամբ հաստատել է 2026-27 թվականների մրցաշրջանը 12 թիմով անցկացնելու առաջարկը։ Կողմ են քվեարկել գործադիր կոմիտեի բոլոր 12 անդամները։ Առաջին խմբից Պրեմիեր լիգայի ուղեգիր են նվաճել Սարդարապատն ու Հայքը, առաջնության ձևաչափի ու լեգիոներների սահմանափակման հարցը կքննարկվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա նիստում։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։